Ներոգիտությունը այսօր աշխարհն է փոխում։ Բիզնեսի մեջ պետք է մոտենալ գիտական հիմքերով, որտեղ լուրջ բիզնեսը դա գիտությունն է։ Վաճառքի ավանդական տեխնիկաները այլևս իրենց արդյունքը սպառել են եւ օգուտ չեն տալիս, որովհետեւ ժամանակակից վաճառքը ոչ թե վաճառք է մարդուն, այլ վաճառք է անհատ մարդու ուղեղին։ Մարդու ուղեղի զարգացած այսօրվա վիճակը իր մեջ պարունակում է սողունի, կատնասունի, թռչունի մնացած ուղեղի հատվածները։ Այսինքն մեր ուղեղի մեջ առկա է պայմանական ասված դինոզավրի ուղեղ։ Ինքս լինելով բժիշկ երբեք չեմ խորացել, թե ուղեղը եւ վաճառքը ինչքանով են իրար հետ կապակցված ավելի դետալային։ Այստեղ ձեռք բերած փորձը ես կիրառել եմ անձնական շփումներում այլ մարդկանց հետ։ Ներոգիտությունը պատասխանում է հենց այդ հարցին։ Ինչպես է մտածում մարդ անհատը եւ ինչպես է պետք աշխատել նրա ուղեղի հետ, որպեսզի վաճառքի գործընթացը լինի ավելի արդյունավետ։ Էմոցիաները թելադրում են տրամաբանական ուղեղին։ Տրամաբանական ուղեղը անում է, հետո արդարացնում է իր արածը այդ էմոցիոնալ ուղեղի ազդեցության տակ։ Այսինքն էմոցիաների ազդեցության տակ է որոշվում այս գնումը ռացիոնալ տեսակետից ձեռնտու է թե չէ։ Ինքս պարոն Մանասյանին ճանաչում եմ վաղուց, շատ շուտանից մասնակցել եմ իր կազմակերպած դասընթացներին։ Բարձր պրոֆեսիոնալ, մարդով կարողանում է իր վրա բավական մեծ աշխատանք անել, ինչը նաև ազդում է իր ուսանողների վրա։ Առավելությունը յուրահատկությունը այս սեմինարի կայանում է նրանում, որ մենք մարդ անհատին դիտարկում ենք իր ուղեղի ազդակներից բխող բոլոր գործողություններով, հետևանքներով եւ աշխատում ենք հաճախորդի ուղեղի հետ։ Եվ դա էապես բարձրացնում է վաճառքի արդյունավետությունը։ 5 տարի առաջ որ ծանոթացա, ինձ իմ բիզնեսը ճանաչում են մենակ ինձնով, իմ անունով։ Այն ինչը որ Մանասյանը տվեց ինձ, դա կիրառելով կարողացա ունենալ կայուն եւ ամուր աշխատակազմ, կոլեկտիվ։ Եթե վաճառքի մաս, ապա խորքային ու նեյրովաճառք։ Արիստոտելն ասում էր, դու պետք է խոսաս իր բնույթի հետ, կարողանաս իր մոտ էմոցիա առաջացնես, դու իր տրամաբանության հետ աշխատես, բայց այդ ամեն ինչ պետք է անես ճիշտ պահին, ճիշտ տեղում։ Սեմինարը կազմված է նեյրոգիտության եւ ժամանակակից վաճառքի մեթոդների համադրության հիման վրա եւ մասնակիցներին տալիս է ամենավերջին գիտելիքները եւ գործիքները, որով իրենք կարող են ավելի մեծացնել իրենց վաճառքային հնարավորությունները։ Թե կյանքի, թե բիզնեսում ունեցած փորձը իրանցած ճանապարհով է կիսվում, շատ պրակտիկ գիտելիքներ է տալիս, որը օգնում է իսկապես մեր հետագա գործունեության մեջ։ Երբ որ դու կարողանում ես գնահատես այդ էմոցիան, դու կարողանում ես հասկանաս, թե ինչ վերաբերմունք է ինքը ցույց տալիս։ Հանկեր, ուրիշի մոտ էլ կա դրանից, ինքը ավելի լավ պայման է տալիս։ Այդ բոլորը դրանք հիմնականում քողարկումներ են, որի սկզբանե ինքը որոշեց ձեր հետ չաշխատի։ Սա նոր փորձառնություն է այն մասով, որ կարող ենք ել ավելի բարձրացնել մեր վաճառքները, օգտագործելով ժամանակակից մեթոդները։ Գնորդի, հաճախորդի ներքին զգացողությունները ու ուզմունքները ճանաչելու հիանալի հնարավորություն։ Առանձնացնեմ սա նրանով, որ իսկապես նոր մտահորիզոն եւ գիտելիքներ է տալիս, շփման այնպիսի եզրեր է տալիս, որ կարելի է կիրառել եւ բիզնեսում եւ առհասարակ կյանքում։ Մենք պետք է անհատին ճանաչենք ու իրան տանք անհատական մոտեցում։ Կարիքները դուք չեք կարա բավարարեք, շահույթ չեք կարա ապահովեք, չեք կարա հարստանաք, չեք կարա լիքը բաներ անեք, եթե դուք չկարողանաք շահեք գնորդի վստահությունը։ Պարոն Մանասյանը շատ գերագեր, շատ պարզ լեզվով են բարդ բաները, որոնք որ միշտ եղել են անասնալի գրքերի կամ այլ հոլովակների միջոցով կարող են փոխանցի, ուղղակիորեն չի
կարդացե ու պատմում է Սերևան ինքը փորձով է կիսվում, որը որ աշխատող է ու ռեալ է։ Առաջին անգամ եմ մասնակցում, լսել եմ իր մասին, հարգել է այդը մասնագետ է իր ոլորտի, տարիների փորձ ունի եւ գեցե որ իր փորձառության կիսվում է եւ ուզում է որ հաջողակ լինեն նաեւ իր շրջապատը եւ իրեն լսողները։ Դեռ պետքա վաճառքան է։ Հետո վերցեք ով ինչ Նեյրո էլեմենտներ օգտագործեց ու մոտ ինչ եղավ։ Նեյրովաճառք ես ավելի շատ միտված եմ անվանեմ նոր վաճառք, ինչքան բարը զարգանում է, այնքան նոր ձևեր, նոր տարբերակներ, նոր հմտություններ են պետք մարդուն ավելի լավ իր ծառայությունները կամ ապրանքները առաջարկելու եւ վաճառք իրականացնելու համար։ Հստակ խոսք, հատուկ բացատրելու հմտություն, շատ հաճելի է իրան լսել։ Սեմինարը ինքնին նախնորություններից է, կարելի ասել դարի նեյրովաճառքներ վերցնելու շատ բան կա, սովորելու շատ բան կա,